Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքատեսակների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են խախտումներով եւ ոչ թե քաղաքական պատճառներով։ Սերգեյ Դանկվերտը նշել է, թե իբր Հայաստանը խնդիրներ ունի արտադրության եւ վերահսկողության կազմակերպման հետ կապված։ Նրա խոսքով Հայաստանում աշխատում են մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք մշակում եւ արտահանում են իրենց արտադրանքը, եւ այդ գործընթացներն արդյունավետ չեն համակարգվում։ Կանաչեղենի հազարավոր կապեր հավաքվում են մեկ մեքենայում, ինչից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է, կարծիք է հայտնել Ռոսսելխոզնադզորի ղեկավարը։ Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումը պատմական դեր է խաղացել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում։ Ընդգծվել է Ադրբեջանին ռազմական աջակցությունը խոչընդոտող 907 ուղղումը չեղարկելու կարևորությունը։ Հատուկ ընդգծվել Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում, անդրադարձ է եղել TRIP նախագծին եւ տարածաշրջանի տրանսպորտային կապերի զարգացման գործում դրա ընձեռած հնարավորություններին, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Կողմերը նաեւ կարեւորել են Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ գործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, անվտանգության, կապի, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է Իրանի հետ ձեռք բերած գործարքին։ Ջեյ Դի Վենսի խոսքով խաղաղության համաձայնագիրը կլինի համապարփակ եւ կներառի Իսրայելը, Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները։ Նա զգուշացրել է, եթե Թեհրանը չկատարի պայմանավորվածությունները, կշարունակեն սահմանափակել Իրանի միջուկային, ռազմական եւ հրթիռային ծրագրերը, թեև Վենսի խոսքով դրանք առանց այդ էլ շարքից հանվել են։ Նաեւ եթե Իսլամական Հանրապետությունն այսուհետ էլ ֆինանսավորի Հեզբոլլահին, մենք թույլ չենք տա, որ Իրանն ապասառեցվող ակտիվներից զգալի միջոցներ ստանա, մանրամասնել է ԱՄՆ փոխնախագահը։ Թեհրանից էլ նախազգուշացրել են, որ եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի դեմ հարձակումները, իրանական կողմը կոշտ պատասխան կտա։ Նշվում է, որ պատերազմը բոլոր ճակատներում ավարտելու մասին Վաշինգտոնից եւ Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին ՑԱՀԼ-ը միևնույն է ռազմական գործողություններ է իրականացնում Լիբանանում։ Իսրայելում ընդունում են հրեական պետության եւ ԱՄՆ-ի միջև լուրջ տարաձայնություններ կան։ Հրեա մի շարք պաշտոնյաներ պնդում են, որ Իսրայելը չի կարող զիջել դիրքերը։ 7-ի խմբի երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության, նավթագազային ոլորտի վրա ճնշումը եւ ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Ըստ համատեղ հայտարարության խոսքը հոբ համակարգերի, հեռահար զինատեսակների եւ այլ տեխնիկայի մասին է։ Ողջունում ենք վերջին ամիսներին մարտի դաշտում Ուկրաինայի առաջընթացը եւ ընդգծում, որ այժմ նոր թափ է նկատվում, շեշտում են առաջնորդները։ Նաեւ Կիևը կարող է լիցենզիաներ ստանալ երկրում ռազմական արտադրությունը խթանելու համար։ G7 երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինայի էներգետիկ դիմադրողականությանը։ Կարծում ենք այժմ հարմար պահ է լրացուցիչ քայլեր ձեռնարկելու համար, հաշվի առնելով, որ նախագահ Թրամփը համաձայնության է եկել Իրանի հետ։ Մենք աջակցում ենք Հորմուզի նեղուցը բացելու որոշմանը, ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ խաղաղության գործարքի ստորագրումից եւ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումից հետո մտադիր է վերականգնել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 157 անօդաչու թռչող սարք, թիրախում են եղել Կալուգայի, Օրյոլի, Լիպեցկի, Ռյազանի, Ռոստովի, Աստրախանի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը։ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ 18 ԱԹՍ է ոչնչացվել։ Սերգեյ Սոբյանինը հավելել է, որ սարքերի անկման վայր արտակարգ ծառայություններ են ուղարկվել։ Նախորդին անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մինչև տարեվերջ Ուկրաինան 10 միլիոն ԱԹՍ կարտադրի։ Նրա խոսքով կարող են նույնիսկ կրկնապատկել արտադրության ծավալը։ Ուկրաինայի նախագահը նաև խոստացել է շարունակել Ռուսաստանին հեռահար հարվածները, թիրախավորելով մասնավորապես էներգետիկ եւ ռազմական օբյեկտները։ Դիանա Գասպարյան, լուրեր։